Հրանդապանի հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը զրուցելու ենք տեսակապով, պարոն Սաքունց, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Հայաստանը եւ Ադրբեջանը ավարտել են աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ, համաձայնեցնելով բոլոր կետերը, ըստ էության Հայաստանը բավարարել է սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու եւ միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու Բաքվի պահանջները։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այժմ քննարկում են համաձայնագրի ստորագրման ժամկետները եւ վայրը։ Պարոն Սաքունց, ես գիտեմ, որ դուք ունեք մտահոգություններ այս ամենի հետ կապված, կխնդրեմ մեր եթերում դրանք ներկայացնեք, հաշվի առնելով այս համաձայնությանը հաջորդած Ալիևի հայտարարությունները, որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է եւ նրանք շարունակելու են պահանջել սահմանադրության փոփոխություն, ինչպես նաեւ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Տեսեք, իրապես Իլհամ Ալիևը շարունակում է իր ճնշումները, ավելին նաև ոչ միայն համարում է Հայաստանին որպես ոչ վստահելի, այլ նաև գտնում է, որ Հայաստանը ինքը վտանգավոր է եւ նրան պետք է անդադար հսկողության տակ պահել։ Բացի ձեր թվարկած խնդիրներից, փաստորեն սահմանադրության փոփոխության պահանջը երրորդ երկրների միջազգային ուժերի տեղակայումից հրաժարվելու կամ դա բացառելու պահանջը այս ամենին զուգահեռ իհարկե նաև Մինսկի խմբի լուծարումը։ Այսինքն բոլոր այն գործոնները, որոնք Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կարևոր նշանակություն ունեն, ավելին հենց միջպետական գանգատներից հրաժարվելու դեպքում փաստորեն ինքը խուսափում է պատերազմական հանցագործությունների մեջ պատասխանատվության կրելուց եւ դառնում փաստորեն դա է պահանջը Հայաստանի որպես հանցավոր պետություն է համարում, այսինքն դուրս է գալիս, որ ինքը ինչ որ մի հատ փաստաթուղթ է ստորագրում հանցագործության մեջ մեղադրելով Հայաստանին, իսկ ինքը բացարձակապես որևէ հարցում մեղավորություն չունի եւ այսպես կոչված փոփուշ, ասենց ասենք ռեժիմը եւ պետությունը, որը իհարկե չի համապատասխանում իրականությանը։ Ինձ առավել շատ մտահոգում է, որ բացարձակապես որևէ խոսք չի կարող գնալ, փաստորեն եւ Ադրբեջանը մերժում է ռազմագերիների եւ այլ պատանդների ուրեմն ազատ արձակման հարցը, այսինքն բացարձակապես Ադրբեջանը որևէ զիջման չասեմ, որևէ քայլ, որը կբարձրացներ իր նկատմամբ վստահությունը, իհարկե չի անում, ավելին այդ շարունակվող այդ ցուցադրական պատժողական այդ գործողությունը, որ իրականացում է այսպես կոչված դատարան կոչվածով, ինքը շարունակում պատժիչ քաղաքականություն է։ Այնպես որ այստեղ հարցերը իրապես շատ են, ավելին իրապես ով է այդ ենթադրյալ համաձայնագրի կամ պայմանագրի երաշխավորը, որովհետև փորձը հենց Ադրբեջանի հետ ցույց է տալիս, որ առանց որևէ իրական միջազգային մեխանիզմների եւ երաշխիքների որևէ պայմանավորվածություն չի կարող գործել։ Սա պարզ է։ Իհարկե ես այս ամենի հետևում տեսնում եմ կրեմլիականները եւ Կրեմլը բացարձակապես որևէ գնահատական չի տվել, ոչ ողջունել է, ոչ էլ քննադատել, իսկ քննադատության բացակայությունը հենց խոսում է, որ ամենայն հավանականությամբ այդ ենթադրյալ տեղը, իսկ դա շատ կարևոր է, լինելու է Ռուսաստանի Դաշնությունում, որի պարագայում արդեն ունենալով արդեն երկու նախորդ համաձայնագրերի կամ հայտարարության եւ համաձայնագրի փաստը նկատի ունեմ 1994 թվականի մայիսի 12-ը, որի երաշխավորը թեկուզ ոչ փաստաթող, բայց իրական հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունը, նաև եռակողմ հայտարարությունը նոյեմբերի 9-ի 2020 թվականի ուղղակի արդեն փաստաթղթով ամրագրված էր Ռուսաստանի որպես երաշխավորի կարգավիճակը, սրանք չաշխատեցին։ Ավելին Բաքուն գտնում է, որ ուժային մեթոդներով կարող է հարցերը լուծել, եւ դա այդպես էլ ասել է, ինքը ասավ, որ ով էր ասում, որ կոնֆլիկտը չունի ուժային լուծման տարբերակ, ուժով լուծել են։
Արդյոք համաձայնագիրը կասեցնելու է այդ ուժով լուծելու վարքագծի հարցը կամ դա բացառելու է ուժով սպառնալիքներով խնդիրները լուծելու նրա վարքագիծը հետագա սպառնալիքների ճնշումները Հայաստանի նկատմամբ իհարկե ոչ, որևէ փաստաթուղթ չի ուրեմն բացառելու, ընդհակառակը դա շատ ավելի մտահոգիչ է այն իմաստով, որ մեր մոտ կա այնպիսի կարծիք, որ Ադրբեջանը շարունակելով իր ճնշումները, սպառնալիքները պարտադրում է մի փաստաթուղթ, որում բացառում է անգամ Եվրոմիության քաղաքացիական դիտորդների ներկայությունը, սա առավել մտահոգիչ է։ Եվրոմիության քաղաքացիական դիտորդները զինված միավորում չեն, դրանք քաղաքացիական դիտորդներ են, բայց պահանջել են նաև եւ Հայաստանը համաձայնվում է։ Այսինքն այստեղ իրապես տեղի ունի ատրճանակի գլխի վրա, ատրճանակի տեղադրմամբ կամ սպառնալիքով ինչ-որ մի հատ գործընթաց եւ արդեն իրապես մտածում ես, թե մենք իրապես այսքան անհույս վիճակում ենք, որ ստիպված ենք գնալու նման առանց երաշխիքների, առանց միջազգային մեխանիզմների համաձայնության մի ռեժիմի հետ, որը պատասխանատու է պատերազմական հանցագործությունների, բռնի էթնիկ զտման, խոշտանգումների համար, հա, եւ սա բայց մյուս կողմից էլ եթե այդպես է վիճակը, ապա որոնք են եղել քայլերը կամ որն է քայլը, որ Հայաստանը զերծ մնա հետագա ուրեմն այդ սպառնալիքներից կարողանա դիմագրավել եւ Բաքուն համոզված լինի, որ եթե շարունակի այդ վարքագիծը, ապա Հայաստանի կողմից կարող է ստանալ պատասխան, որովհետեւ մենք Հայաստանի կողմից պատասխան ստանալու վարքագիծ կամ նման միտում չենք տեսնում կամ գոնե նման վստահություն, որ երբևէ Հայաստանը պատասխանատու է նման անարժանապատիվ, հա, կարելի ասել ուղղակի նվաստացուցիչ վերաբերմունք։ Ես հասկանում եմ, որ Հայաստանը Ադրբեջանը համարում է պարտված պետություն, բայց նման իրավիճակում հաշտվել կամ նման նվաստացուցիչ վիճակում գնալ համաձայնագրի ստորագրման նման նվաստացուցիչ պայմաններով արդյոք դա երաշխավորելու հետագա սպառնալիքներից զերծ մնալը եւ ինչ արել իշխանությունը այդ 2 տարվա ընթացքում, երբ որ Եվրոմիության քաղաքացիական դիտորդները ներկա էին մեր անվտանգային համակարգերը ամրացնելու համար, սա ընթացեր են, որոնք մեկը մյուսի հետ շահկապված են եւ զուտ ինքնին հաստատուղթը առանց միջազգային մեխանիզմների եւ երաշխիքների կամ նորմերի եւ ներկայության համարել որպես անվտանգության հնարավորություն կամ հետագա սպառնալիքների կանխման հնարավորություն ես չեմ համաձայնվի նման մտքի։ Պարոն Սաքունց, դուք այս ամենի հետևում տեսաք Ռուսաստանի ականջները, բայց ես պետք է հիշեցնեմ, որ մենք այս համաձայնության մասին տեղեկանում ենք Թուրքիայի հետ Հայաստանի ինտենսիվ շփումների ֆոնին։ Թուրքիան արդյոք կարող է երաշխավոր լինել այս համաձայնության հասնելու հարցում, կարող է իսկապես այդ առումով Թուրքիան տարբերվել Ադրբեջանից, այսինքն եթե նա երաշխավորի, իսկապես երկու կողմերին էլ ստիպի պանել համաձայնությունները եւ նաեւ հարց է առաջանում այդ դեպքում ինչով պայմանավորել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի ողջունները, նրանք ողջունեցին այս ձեռքբերված համաձայնությունները։ Ես տեղյակ չեմ մանրամասնությունների մասին, թե ինչ խոսակցություն է գնացել եվրոպական ձեռքբերված պետությունների հետ, նկատվում այս համաձայնագրի տեքստի ընթացքի բովանդակության, այդ գործընթացի մասին ինչքանով են տեղեկացված եվրոպական գործընկերները, պետությունները, բայց մենք չենք կարող մեր մտահոգությունը չարտահայտել եւ դա նույնպես պետք է տեղ հասնի այդ մեր գործընկեր պետություններին, որոնց հետ մենք ակնկալում ենք, որ Հայաստանը պետք է ձևավորի ռազմավարական համագործակցություն որպես մեր անվտանգության կարևոր երաշխիքներից եւ այդ առումով իհարկե
ասեմ, որ Անկարան չի կարող լինել, Թուրքիան չի կարող լինել երաշխավոր, Թուրքիան բացահայտ ինքը հանդիսանում է Ադրբեջանի աջակիցը։ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ ամեն թե քաղաքական դիվանագիտական նաև սպառազինություններով եւ նաև զորքով, հա, վերջնաշու Գանձակում, Գյանջայում մինչև 44-օրյա պատերազմը թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին կազմակերպվել բառացիորեն մի քանի օր առաջ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից եւ մնացել էին այնտեղ։ Այնպես որ առնվազն տարակուսելու է որևէ նման անգամ հարցադրումը, որ Թուրքիայի առնու որպես երաշխավորի։ Թուրքիան երբևէ չի կարող երաշխավոր լինել նույն ավտորիտար բռնապետական ռեժիմ ունեցող պետությունն է եւ ինքը նույնպես լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների առումով, որ համակարգային կոռուպցիայի առումով շատ լավ գիտենք։ Այնպես որ այստեղ մենք երբ խոսում ենք միջազգային մեխանիզմների եւ երաշխիքների մասին, նկատի ունենք առաջի հերթին այն պետությունները, որոնց համար միջազգային իրավունքը, միջազգային մեխանիզմները ուրեմն արվեք են եւ սկզբունք են եւ ավելին մենք աշխի առաջ ունենք եւ քաղաքացիական դիտորդների փաստը հենց ձեր թվարկած պետությունների նաեւ ներկայացուցիչների ներգրավմամբ, այսինքն եղած փաստը որպես երաշխիք, որը առնվազն իր զուտ քաղաքացիական ոչ զինված դիտորդությունն է իրականացում եւ կարողանում է կանխել կամ զսպել ավելի ճիշտ Ադրբեջանի կողմից այդ սպառնալիք խախտումները, հա, ոտնձգությունները, սա թողած ես ինչու պետք է գնամ մեկ այլ երաշխավորի հետևից, որը աջակից է եղել ագրեսիային, որը աջակից է եղել Մինսկի խմբի համանախագահ խմբի հիմքում կած սկզբունքների ոտնահարմանը, նման երաշխավոր չի կարող լինել Ռուսաստանի Դաշնությունը, որը իր իսկ վերցած պարտավորությունները թե միջպետական Հայաստանի հետ համաձայնագրերով, պայմանագրերով եւ թե եռակողմ հայտնի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չի կատարել եւ միտքեր չունի կատարելու եւ ավելի շատ դաշնակից է հանդիսանում Ադրբեջանին, որին նույնպես մատակարարել է եւ վաճառել է մեծ թվով հարձակողական զենքեր, այսինքն ակնհայտ է, եթե բացառման սկզբունքով գնանք, թե ովքեր չեն կարող լինել երաշխավորները, իսկ ովքեր կարող են լինել երաշխավորները որպես միջազգային ինստիտուտ այս ենթադրյալ որևէ պայմանավորվածության հետ կապված հանձինս քաղաքացիական դիտորդները արդեն ակնառու է, հաստ է։ Սա այնքան պարզ ճշմարտություններ են, որոնց շուրջ որևէ տարակարծություն կամ որևէ կասկած ուղղակի դա պետք է համարել ակնհայտ կեղծիք կամ գիտակցված կեղծում իրական փաստերի եւ զարգացումների։ Պարոն Սաքունց, ամփոփենք մեր զրույցը գերիների թեմայով, վերադառնալով այդ թեմային։ Հիմա Եվրախորհրդարանը քննարկեց, ընդունեց բանաձև, կոչ արեց անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին։ Այսօր ունենք Human Rights Watch-ի կոչը, որ պետք է համաներում կիրառել հայ պատանների եւ գերիների նկատմամբ։ Հիմա այս արձագանքները ազդեցություն կունենան, թե մենք արդեն զրկվում ենք իրավական դաշտում գերիների հարցը լուծելու հնարավորությունից եւ մնում է քաղաքական լուծումներ գտնել այս հարցին միայն։ Եվ հենց այդ է ամբողջ հարցը, Եվրոխորհրդարանը տալիս է գնահատական, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տալիս է գնահատական, պահանջներ է ներկայացնում, այսինքն ստեղծում է այն լեգիտիմ հիմքը միջազգային նորմերի եւ իրավունքի հիման վրա, մարդու հիմնարար իրավունքների վրա, որը որպես հնարավորություն Հայաստանի Հանրապետության կողմից չի կիրառվում, չի օգտագործվում, որտեղ ես չեմ պատկերացնում ունենալ պատանդներ, լավ ընդհանենք Արցախի ղեկավարության նկատմամբ ունես վերապահում, բավական ռազմագերիների նկատմամբ գոնե, հա, ես հասկանում եմ մի քիչ աբսուրդ բաների մասին եմ խոսում, որտեղ կապ չունի նախկին ղեկավարություն թե ռազմագերիներ, որովհետև այդ դատավարությունը տեղի ունի, այսպես կոչված այդ դատավարությունը կամ ստալինյան ոճի հրապարակային պատժիչ գործողությունը զուտ
մարդկանց նկատմամբ զուտ նրանց էթնիկ հայ լինելու հիմքով։ Այսինքն, երբ որ դու չես օգտագործում այդ միջազգային գնահատականները որպես հնարավորություն լեգիտիմ հիմք, ապա ակամա հարց է ծագում, թե այդ դեպքում դու ընդ որում դրանց դեմ է նաև Ադրբեջանը։ Հիմա այդ հարցերում դու գտնում ես այն դաշտում, որտեղ թե Ադրբեջանը, թե Ռուսաստանը եւ թե Թուրքիան, հա, ըստ էության ունեն նույն մոտեցումը։ Ոնց կարա դա եղնի, ինչքանով է դա տեղին, հա։ Այսինքն դուրս է գալիս, որ դու պատանդների ազատ արձակման պահանջ անգամ չդնելով գնում ես նման համաձայնության։ Դա նշանակում է իրապես պատանդին ստիպում են ընդունել որոշակի պայմաններ։ Ու ի վերջո ես իմ մոտ միշտ հարց զուգահեռ է, հիշեցի Ղարաբաղյան շարժման ժամանակ, երևի թե չգիտեմ, առավել տարիքովները կհիշեն, Հենրիխ Իգիթյանը խորհրդային միության ժամանակ պատգամավորների համագումարի ժամանակ ասավ լավ կոստյումս էլ հանեմ տամ, ես չգիտեմ էլ ինչ պետք է տալ, այսինքն որ նա այդ սահմանը, այսինքն խաղաղություն նման զիջումներ չասեն, նվաստացումների շարունակական նվաստացումների պայմաններում անհնար է, որովհետև երբ որ դու ազատությունդ զիջում ես, քո ազատ կամքը արտահայտելու հնարավորությունը զիջում ես, հանուն իբր թե խաղաղության, ապա առնվազն պետք է ես ասեմ, չի լինելու ոչ խաղաղություն եւ ոչ էլ արժանապատվության վերականգնման հնարավորություն։ Սա է ամբողջ բանաձևը, սա ոչ թե այն տեսակեցի մաս, որ դեմ ենք խաղաղ, չէ, դա խաղաղությանը կողմ ենք, բայց արժանապատիվ խաղաղություն, արժանապատիվ պայմանների հիման վրա խաղաղություն, որը կարող է լինել միմիայն միջազգային իրավունքի, միջազգային մեխանիզմների հիման վրա։ Հակառակ դեպքում ունենալու ենք նոր պատերազմ, սա վստահեցնում եմ։ Շնորհակալ եմ, պարոն Սաքունց, մեզ հարցազրույց տալու համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։